Հիմա տեսնենք ինչ եղավ սագի ճտերի հետ։ Միանգամից տեսնում ենք, որ մեկը արդեն դուրս է եկել։ Այստեղ նաև ծկլթածներ կան, որ արդեն դուրս գալու վրա են։ Զգուշության մի կողմ ենք դնում։ Այ ծկլթած էլի։ Հիմա բոլորը կարգի կբերենք ու կթողենք շարունակվի։ Այս մեկը, որ դեռ ոչինչ չկա, մնացածը ծկլթած են։ Օրվա ընթացքում սա արդեն դուրս է գալու, ժողովուրդ ջան։ Սա երևի հենց քիչ առաջ է դուրս եկել, առաջին սագի ճուտը արդեն կա։ Այսպիսի ձվերը, ժողովուրդ ջան, ինչա պետք անել։ Սա պետքա մի հատ անցք բացենք, որպեսզի ճուտը շնչի ու կարողանա ուժերը հավաքի ու դուրս գա։ Եթե թևակի այսպես կճեպով քեզ եմ տալիս, տանում եմ միանգամից մի ծածկի համեն։ Վերջ, այս վիճակում թողում ենք։ Մնացածը արդեն բացած է։ Սա էլ տեսնենք։ Տեսնում ենք ճուտը ներսում առողջ շարժվում է։ Վերջ։ Մի խառնի ձվերը։ Այստեղ ջերմուց եմ երեք սարքել տարբեր տեսակի սածիների համար, ամեն դեպքում տանը դրած սածիները կարծիքով քիչ կլինեն, դրա համար նաև այստեղ եմ ինչ-որ բաներ ցանել։ Հիմա ժամանակն է ջրելու։ Այսպիսի կատանկաներ են երկաթից գցել եմ ու ցելոֆանն էլ որ են գցել, ստացվում է նորմալ ջերմուց։ Մի քանի ժամ անցել, ժողովուրդ ջան, հիմա ուզում եմ նորից նայեմ ինչա կատարվում, որտեվ այստեղ տեսնում եմ, որ արդեն էլի դուրս եկած կա, վախենում եմ ձվերը տրոր ինքը։ Եթե չհետևենք, ինքը անընդհատ խառնում է, էլի հնարավոր է տրորի։ Արդեն 2-4 հատ արդեն դուրս է եկել, այս կճեպները պետքա հեռացնենք, որպեսզի չխանգարի մնացած ձվերին։ Մնացածը ծկթած է, մի հատնա որ բան չի երևում, բայց կարծես թե ճուտը ներսում ողջ է։ Տեսնենք ինչ կլինի։ Այս սրանք արդեն նորմալ։ Իսկանը ընթացքից էլի կնկարեմ, ցույց կտամ։
Մեկ օր անցել, ու տեսնենք ինչ ունենք այստեղ ժողովուրդ ջան։ Տեսնում ենք 7 հատ դուրս է եկել ձվերից։ Այս մեկից բան չկա երևի։ Սաղմը ներսում սատկել է։ Ստուգեմ կհասկանամ, իսկ մնացածին այստեղ տեսնում ենք առույգ առողջ ճտեր են։ Մնում է սրանց տեղափոխենք ու կերակրենք։ Արդեն տեսեք սովածացել են։ Հենց է կծահարում։ Սովածեք։ Ժողովուրդ ջան, ես ամեն դեպքում որոշեցի ինկուբատրի ձվերը տեղափոխել այս սագի տակ, որովհետև նկատեցի, որ ինկուբատրի մեջ սաղմի զարգացումը նորմալ չի ընթանում, ու տեսնում եք, այստեղ ինքը իր փետուրները թրջեց, հիմա կգա կնստի ձվերի վրա, այստեղ ձվեր այդքան շատ էլ չեն մնացել, մի քանի հատ ձու է մնացել, չգիտեմ ինչի, թե ինկուբատրից էր, թե ձվերի որակից էր, այդքան էլ լավ չի ընթանում ինկուբացիան, բայց ամեն դեպքում ափսոսացի ես թխսին հետ վերադարձնեմ մնացածի մոտ, այլ որոշեցի տեղափոխել այստեղ ու թողնել ձվերը, ինչ կլինի, կլինի։ Ինքը քիչ առաջ փետուրները թրջեց ու հիմա գալու է նստի ձվերի վրա ու ձվերի մոտ ապահովելու է խոնավություն։ Այն տեսեք իր կտուցի խոնավությունը ինքը գցում է փետուրների վրա։ Տեսեք ոնց է արձագանքում սագը մյուս սագի ճտերին։ Այ իրանք սենց ամբողջը բոլորով տիրություն են անում բոլորի ճտերին։ Ձվերդ նորմալ ծածկի։ Փետուրները թրջեց, եկավ նստեց ձվերի վրա ու այսպես ինքը ապահովելու է ձվերի խոնավությունը։ Այնինչ մենք ինկուբատրի մեր ձեռքով ենք անում, բնության մեջ ստեղծված կենդանիները արդեն բնաստով են անում։ Այսպես սա թողնենք հանգիստ ձվերը ինքը կծածկի։ Իսկ սրանք արդեն սպասում են ուտելուն, արդեն հենց թխսի տակից դուրս են եկել, դա նշանակում է, որ իրանք ուտելու կարիք ունեն, անհապաղ պետք է իրանց կերակրել, որովհետև ձվերից դուրս գալուց հետո 24 ժամ իրանք դեռևս կարող են առանց սննդի մնալ, բայց դրանից հետո արդեն վտանգավոր է դառնում։ Տեղափոխենք սրանց տակ տեղ, որպեսզի կերակրենք։ Այսինքն համանի մեջ լցնենք ու տանենք։ Դրանք սպիտակներն են ժողովուրդ ջան, նայեք։ Ինքը հետո կփոխվի ամբողջությամբ սպիտակ կլինի։ Իսկ այս սրանք սևերն են։ Իրարից լավ տարբերում են, նայեք, մեջքի հատվածից կարելի է հասկանալ, որն է սպիտակ սագ դառնալու, որը սև, այսինքն սև մոխրագույն է լինելու, էլի մոր նման։
Երևի 1, 2, 3 հատ սպիտակ կլինի, 4 հատ 4 հատ սև։ Այս միձուն էլ այդպես էլ փչացած։ Մորն էլ վերցնենք ու տեղափոխենք։ Սա սագերը։ Սոված։ Մեկ կտուցի նայեք ժողովուրդ։ Տեսեք, կտուցներն էլ արդեն տարբերում։ Սոված են շատ։ Մատս տեսոնց հոտ։ Սա հիմա տանենք ու կերակրենք սրանց։ Իսկ այս ծվի հետ ժողովուրդ ջան բացեցի, նկատում ենք, որ սաղմը ամբողջությամբ լավ զարգացած է, բայց չի կարողացել այս օդային պարկը մաշկը պոկի ու շնչի օդապարկի օդը ու սատկել այդպես։ Ու այսպես լինում է, սա ինչ-ինչ բաներից կախված չի հաստատ, 1000 գործոն կարող է ազդի սրա վրա, ամեն դեպքում ափսոս էր, բայց ինչ արած։ Տնտեսությունը գյուղը այդպես է, մեկ օգուտ ենք տալիս, մեկ կորուստներ ենք ունենում ու դա նորմալ երևույթ է։ Տեղափոխեցի իրանց այս հին սառնարանի մեջ, քանի որ հավի ճտերի համար տաք է լինում, որոշեցի իրանց այստեղ տեղափոխել, իսկ հավի ճտերին արդեն ուրիշ տեղ կտանեմ։ Հիմա իրանց ինչ պետք է անենք, ժողովուրդ ջան, պետք է սովորացնենք կերամանին ու ջրամանին։ Տեսեք, իրենք դեռ սովոր չեն, որ այստեղ ջուր կա, պետք է այսպես բռնում ենք, կտուցը մոտիկացնում ենք ջրին, որպեսզի իմանան, որ այդտեղ ջուր կա։ Չէ, իրենք դժվարությամբ կսովորեն ու ուշ կսովորեն, իսկ կացարանում արդեն տաք է, իրանք շոքում են ու շուտ կծարավեն։ Դա համար հերթով դժվար չի, մի անգամ ցույց եք տալիս, իրանք արդեն կիմանան տեղը։ Եվ մայրը ինքը պես սովորացնում է, այս դե ամեն դեպքում չի խանգարում, նաև մենք սովորացնենք։ Սկերին իրենք արդեն ինքնուրույն կսովորեն և մայրն ուտի իրենք սովորելու են։ Քանի որ սագերին տեղափոխեցի ճտերի տեղը, այս ճտերի համար էլ ժողովուրդ ջան, այսպիսի հարմարանք եմ սարքել։ Գիտեք, այս սետկան, որ անցած տարի էի սարքել բացօթյայի համար, հիմա քանի որ դրսում այդքան էլ տաք չի ու ճտերն էլ քանակով փոքր են, այս բացօթյայի սետկան փակել են վերևից կտորով ու ճտերը այստեղ կլինեն, լույսը կախել, որպեսզի տաք լինի ու նաև տակը բարակ կտորով ծածկել եմ, ծղոտ չեմ լցնելու, որտև արդեն ծղոտը իրանք լցնում են կերի վրա ու այդպես կերը փչացնում են։ Ու այսպես կերը կա, ջուրը կա, անում այստեղ լավ ծածկեմ, որպեսզի տաք լինի, չմրսեն, դեռ այդքան տաք չի լինում գիշերները, թեև ցերեկները արդեն բավականի տաքացել է։ Իրանք այստեղ կուտեն ու կաճեն։ Տեղը նաև ընդարձակ է այսպես, ավելի լավ կլինի, որտև արդեն հին սառնարանի մեջ իրենց համար նեղվածք էր ու իրանք նեղում էին։ Տաքությունն էլ տալիս էր, բերանները բացում էին շոքից։ Հիմա հարմար իրանց համար այսպես
Ինչևէ